Ջիվանու հավասու երկրում աշուղական երգերի զարթոնք է 21-րդ դարի սկզբին։ Մասնագիտությամբ պատմաբան Ալիկ Քսպոյանի շնորհիվ մշակութային կյանքը վերակենդանացավ Ջավախքում։ Ամեն ինչ սկսվեց 2000 թվականին, երբ ախալքալաքում ստեղծվեց Ջավախ ժողովրդական երգի պարի անսամբլը։ Իհարկե դա մեծ Թովմաս Պողոսյանի ջանքերի շնորհիվ էր, ինչևից այժմ գործում է աշուղական դպրոցը, այնտեղ գործում է աշուղական անսամբլը։ 1-2 տարի անց ազգագրական անսամբլը կարողացել է տանել միջազգային մրցույթների եվրոպական շատ երկրներ։ Դրանից հետո մնացած տարիներին ձեռնամուխ եղավ, որպեսզի Ախալքալակի մունիցիպալիտետում, Ախալքալակի շրջանում, մեծ գյուղերում հատկապես ստեղծել երգի պարի անսամբլեր։ Եվ դա ստացվեց, այժմ այդ երգի պարի անսամբլերը գործում են համարյա բոլոր գյուղերում։ Ալիկ Ջավախ, այդպես են նրան կոչում մշակութային գործիչները, բոլորովին վերջերս 75 տարեկան դարձած աշուղը շարունակում է ապրել ու արարել հայրենիքում։ Ասում է դեռ երիտասարդ տարիներին է 1000 հնարավորություն ունեցել կյանքը արտերկրում շարունակելու, բայց շարունակել է Ջավախքում Ջիվանու հավասու գործը։ Նա բացառիկ մարդկանցից է, որ այդքան շատ գործ կարողացել է անել իր ժողովրդի համար։ Ալիկ Ջավախի նման մարդը նախ դժվարությամբ կարող է կտրվել իր հարազատ հողու ջրից։ Նա իր երկրի մարդն է, իր երկրի քաղաքացին։ Երկար տարիներ Ախալքալակի մշակույթի պալատը ղեկավարող Քսպոյանը նաև ազգային նվագարանների խմբեր, ժողովրդական թատրոն է հիմնել, աշուղական 2 երգարանների հեղինակ է։ Նրա ստեղծագործություններից 10-ից ավելի գործեր կատարել է Հայաստանի Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը իր ներկայությամբ եւ դահլիճը լեփ-լեցուն էր, մեծ ընդունելություն ունեցավ աշուղ Ալիկ Ջավախը, որը խոսում էր նրա արվեստի որակի մասին։ Թե Վրաստանի, թե Հայաստանի կառավարությունները Ալիկ Ջավախի գործը մեկ անգամ չէ որ գնահատել են։ 2010-ին Հայաստանի կառավարությունը նրան պարգևատրել է Մովսես Խորենացի մեդալով։ Մեծ շնորհ է, երբ Վրաստանում տարբեր քաղաքներում, տարբեր փառատոնների ժամանակ ելույթ են ունենում Վրաստանի ինտելիգենցիայի ներկայացուցիչները եւ անվանում են, որ աշուղ Ալիկ Ջավախը հանդիսանում է կամուրջ Հայաստանի եւ Վրաստանի ժողովուրդների եւ ինտելիգենցիայի մեջ։ Նրա գործը ամենաբարձրն են գնահատում իր հողու ջրում, չկա մշակութային մի միջոցառում, որին հրավիրված չէ աշուղ Ալիքը իր սաներով, անսամբլով։ Մի բան կա, որը ես միշտ ինձ մտահոգել է եւ այսօր էլ է մտահոգում, որ մենք առհասարակ սովորություն ենք հայ ժողովուրդս կներեք Արտահայտյանս համար մահանալուց հետո մարդկանց մեծարենք։ Իսկ թվում է, որ ժամանակն է, որ ինչպես անցկացնում ենք Տերյանի, Ջիվանու այդ ավանդական տոնակատարությունները, այլ պետք է նաև անցկացնենք մեր այս հրաշալի մշակույթի արվեստի գործիչների իրենց կենդանի օրոք։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։